Իտալական IDS ընկերությունը Հայաստանում 5 տարում 10 միլիոն եվրոյի ներդրում կանի։ Նպատակն է Հայաստանում հիմնել գիտահետազոտական լաբորատորիա եւ բարձր տեխնոլոգիաների նոր ճյուղ՝ ֆորենզիկ արտադրություն։ Մեր մասնագետները ուրեմն անելու են hardware-ի դիզայնը, գրելու են soft, սարքելու են application-ներ։ Մի հատ օրինակ բերեմ։ Այսօր եթե ինչ-որ մեկը փորձի DNA-ի տեստ անի, դա տևում է ամենաքիչը 1 ամիս։ Մենք այսօր ունենք ուրեմն համապատասխան մշակում TSD-ի մասին է խոսքը, ոչ թե համատեղ, որը DNA-ի տեստը կարող է անի 8 րոպեվա ընթացքում։ IDS-ի ներկայացուցիչները բանակցել են տեխնոլոգիական հետազոտություններով զբաղվող TSD ընկերության հայաստանյան գրասենյակի հետ եւ սկզբնական շրջանում աշխատանքները կիրականացնեն այդ ընկերության հետազոտական կենտրոնում։ Հետագայում կհիմնվի առանձին կենտրոն։ Հայաստանի ներգրավվածությունը ՏՏ ոլորտում բավականին մեծ է եւ հենց սա է պատճառը, որ ցանկանում ենք այստեղ ծրագրեր իրականացնել։ Սկզբնական շրջանում ծրագրեր կիրականացնենք միայն ֆորենզիկ ոլորտում։ ՏՏ նոր ճյուղը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել գործարարների միջև ֆինանսական անհամաձայնությունները, ուսումնասիրել տնտեսական ռիսկերը եւ բացառել խարդախությունները։ Գիտահետազոտական նոր լաբորատորիայում կկարողանան նաեւ վերականգնել հատուկ նշանակության տվյալները, որոնք մինչև այդ անհնար էր վերականգնել այլ մեթոդներով։ Վիտալի Գրիգորյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։